Տարօրինաչափությունը չխախտվեց, փաստացի, էլի երկարաձգվեց, երբ ռիսկերը կպակասեն դատավորի համար։ Ես նորից եմ ասում, քաղաքական process-ը եւ դատավորը ձևական դեր է կատարում, այսինքն դատավորի որոշելիքը չէր, ենթադրում եմ, որ առկա քաղաքական իրավիճակի պատճառով է, որ երկարացրեցին, որտեղ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը հուշում էր, որ հնարավոր է եւ փոխվի, բայց երևի Արմենը ազատության մեջ այս իրավիճակում իմպիչմենտի եկեղեցու նկատմամբ հարձակման, այս գործընթացներում Արմենի նման հռետորը եւ ուժեղ քաղաքական գործիչը ազատության մեջ այս թուրքական իշխանությանը ձեռնտու չէր, հետեւաբար եւ երկարացրեց։ Պարոն Օթանեսյան, վկաների մասին խոսենք, քանի վկա է մնացել, այսպես որոնց վրա չի կարող այլևս հիմնվել դատարանը որոշում։ Դուք ընկնում եք ծուղակի մեջ, որոնք որ հեղինակել են այս քաղաքական հետապնդման հեղինակները։ Ինչ վկա, ինչի մասին վկա, ես բազմիցս ասել եմ, այս գործով վկա չկա, որովհետեւ չկա մեկը, որ ասի Արմեն Աշոտյանը ինչ-որ սխալ բան է արել։ Սրանք վկաներ չեն, ուղղակի ձևական մարդիկ են ու գրված են որպես վկա, պետք է չէ քրեական գործում լինեն վկաներ։ Ամեն դեպքում դատանը հղում է կատամ վկաների, մեղադրյալների վրա ազդեցություն ունենալու այդ հանգամանքին։ Դատարանը դատավոր Դոլմազյանը մարդ է, չէ՞, մտածում է վաղ իշխանություն փոխվել կա եւ ինքը ինչ-որ ձև պետք է արտարացնի։ Այն ամենը ինչ որ հիմա կատարվում է։ Եվ զուտ դրանով դրդված ինչ-որ բաներ է ասում։ Ինչ որ կատարվում է այս դատականիստերի դալիճում, իրավաբանության հետ կապ չունի։ Սա պարզապես մարդուն հետապնդում են իր քաղաքական հայացքների համար։ Նորից եմ ասում, գործով վկաներ չկան, որպեսզի ինչ որ բացատրեմ, թե ինչ վկա, ինչ ոնց եւ մնացած։ Հասկանալի։